Աստված տալիս է փորձություններ, ինչու եւ ինչպես դիմակայել։ Նախ եւ առաջինս ելներս շատ կարեւոր է հասկանալ ճշմարտություն եւ ճշմարտությունը սրանում է, որ Աստծո խոսքը Հակոբոսի գրքի մեջ շատ պարզ ասում է, որ Աստված չի փորձվում մեղքով եւ նա չի փորձում ոչ ոքին։ Նա կարող է թույլ տալ ինչ-որ փորձություններ քո կյանքում, բայց նա ինքը չի այդ փորձողը քո կյանքում։ Նա իհարկե կարող է փորձել քո հավատքը, նա լավ ձևով կարող է փորձել, բայց ոչ թե վատ, ինչպես մարդիկ մտածում են։ Մարդիկ շատ ժամանակ ընկնում են փորձությունների մեջ իրենց սխալ մտածելակերպից կամ մեղավոր սրտից ելնելով, ընկնում են փորձությունների մեջ։ Բայց մեկը իմացի, որ Աստված բարի է եւ Աստծո խոսքը շատ պարզ խոսք է տալիս, որ նրան սիրողներին ամեն բան բարեգործակից է լինում։ Այսինքն, եթե նույնիսկ դու ընկել ես ինչ-որ փորձության մեջ, եթե դու ընկել ես ինչ-որ սխալ ճանապարհների մեջ, բայց դու այն մարդն ես, որ հավատում ես Աստծուն եւ սիրում ես նրան, աղոթի նրան եւ դու կտեսնես, որ նա ամեն բան կանի, որպեսզի դու այդ փորձությունից դուրս գաս եւ ամեն վատ բան նա կփոխի եւ կսարքի լավը քո կյանքում։